անձի անձնական ազատությունը սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից է եւ դրա սահմանափակումը պետք է լինի որոշակի դեպքերում օրենքով նախատեսված դեպքերում քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է անձի անձնական ազատության իրավունքի 3 ռեժիմ, ձերբակալման 3 ռեժիմ, առաջինը անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալումն է, ազատության մեջ, երկրորդ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալումը եւ երրորդը կիրառված խափան միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումն է, թերևս դիտարկենք առաջին 2 ռեժիմները Առաջին ռեժիմի դեպքում անձը կարող է անազատության մեջ պահվել ոչ ավել քան 72 ժամ, սակայն հատկանշական է, որ 60 ժամվա ընթացքում անձին պետք է մեղադրանք ներկայացվի եւ նա պետք է տարվի դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափան միջոց կիրառելու համար։ Հակառակ պարագայում, երբ որ այդ ժամկետները չեն պահպանվում եւ սպառվում են, անձը պետք է ազատ արձակվի։ Սա այն բացառիկ ձերբակալման ռեժիմն է, որը կարող է իրականացվել մինչև քրեական վարույթի նախաձեռնում, այսինքն հարուցված քրեական վարույթի շրջանակներում այս ռեժիմով չի կարող անձը ձերբակալվել եւ հատկանշական է, որ եթե այս ռեժիմով է անձը տարվում դատարան խափան միջոցի հարցը քննարկման, դատավորը պարտավոր է նաև քննարկման առարկա դարձնել ձերբակալման իրավաչափությունը եւ եթե հանգում է այն հետեւության, որ օրինակ ձերբակալումը հիմնավոր կասկածը անմիջականորեն չի առաջացել, դա հիմք է խափան միջոցի միջնորդությունը մերժելու համար։ Սա իմպերատիվ պահանջ է։ Նաև այս հանգամանքով պայմանավորված եւ նաև չտեղավորվելով օրինակ ժամկետների մեջ շատ դեպքում վարույթն իրականացնող օրինակ իրավական մեխանիզմներ է գտնում եւ շրջանցում է, օրենսդրական այս կարգավորումները, մասնավորապես երբ որ անձը անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվում է եւ տարվում է արդեն քննիչի վարույթն իրականացնող մարմնի մոտ, վարույթն իրականացնող մարմինը հասկանալով օրինակ ռիսկեր կան այս հիմքով, քանի որ կասկածը անմիջականորեն չի առաջացել, ռիսկեր կան, որ կարող է դատարանը միջնորդությունը մերժել, անձին հենց վարչական շենքում իր աշխատասենյակում ազատ է արձակում եւ որպես պատճառաբանություն շատ դեպքերում նշում է, որ անձը ազատ է արձակվում ձերբակալումից անհրաժեշտությունը վերանալու հիմքով։ Եվ շատ կարճ ժամանակ անց, դա օրինակ կարա լինի 2 րոպե, 5 րոպե, կես ժամ հետո անձը կրկին ձերբակալվում է արդեն ուրիշ ռեժիմով, 24 ժամյա ռեժիմով, այսինքն ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու ռեժիմով։ Սա ըստ էության անձի իրավունքների կոպտագույն խախտում է, որտեղ այս ազատ արձակելը ձևական բնույթ է կրում։ Ըստ էության անձը գտնվելով վարչական շենքում, վարույթն իրականացնողի տրամադրության տակ, երբ որ մի ռեժիմով ազատ է արձակվում, փաստացի ազատության մեջ չի գտնվում։ Եվ սա է հարցը, սա է խնդիրը, որ պրակտիկայում շատ դեպքերում դատարանները արձանագրում էին անձի իրավունքի խախտումներ եւ վերջերս Վճռաբեկ դատարանը նախադեպային դիրքորոշմամբ այս հարցի լուծումը ըստ էության տվեց եւ արձանագրեց, որ այս իրավական մանևրումը, այսպես ասած, հանգեցնում է անձի իրավունքների խախտման եւ սրա տրամաբանությունը կայանում է հետեւյալում. նախ անձը երբ որ ձերբակալումից ազատվում է, որպես պատճառաբանություն նշվում է, որ վերացել է դրա անհրաժեշտությունը, այսինքն տրամաբանությունն էլ է հուշում, եթե անհրաժեշտությունը վերացել է, ինչպես կարող է օրինակ 5 րոպե հետո նորից այդ անհրաժեշտությունը օրինակ արկա լինել, երբ որ անձը որևէ հակաօրինական վարքագիծ այդ ընթացքում չի դրսևորում։
Եվ այստեղ մեկ այլ խնդիր կա, եւ արդեն այդ երկրորդ ռեժիմի վերնագիրը այս խնդրի լուծումը տալիս է։ Այսինքն 24 ժամյա ռեժիմով ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալում։ Այսինքն այս ռեժիմով այն մեղադրյալը կարող է ձերբակալվել, ով ազատության մեջ է գտնվում։ Իսկ նշված իրավիճակում մեղադրյալը ազատության մեջ փաստացի չի գտնվում եւ չի կարող այս հիմքով ձերբակալվել։ Սակայն այստեղ նաեւ ուզում եմ նշել, որ ի տարբերություն առաջին ռեժիմի 72 ժամյա ռեժիմի, երբ որ այդ դեպքում դատարանը արձանագրելով իրավունքի խախտում միջնորդությունը մերժում է, այս պարագայում, երբ որ 24 ժամյա ռեժիմով է տարվում արդեն թեկուզ խախտում թույլ տալով, տարվում է դատարան խափան միջոցի քննարկման հարցի համար, դատարանը չի անդրադառնում առաջին ռեժիմին։ Անմիջականորեն է առաջացել կասկածը, անմիջականորեն չի առաջացել, արձանագրում է, որ այս մանևրման արդյունքում իրավական անձի իրավունքները խախտվել են, արձանագրում է անձի իրավունքների խախտում, բայց որպես այդպիսին դա քրեադատավարական որևէ հետևանք չի առաջացնում, այսինքն դրա արդյունքում խափան միջոց կիրառելու մասին միջնորդությունը չի մերժում, այսինքն դատարանը կարող է արձանագրել խախտում, բայց միաժամանակ նաև անձի նկատմամբ կիրառել օրինակ որևէ խափան միջոց, այդ թվում նաև կալանավորում։ Պրակտիկայում նաև խնդիր է առաջանում, երբ օրինակ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում չի կարող ձերբակալում տեղի ունենալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, հա։ Եվ այստեղ երբ որ օրինակ օպերատիվ մարմինները, ոստիկանության աշխատակիցները իրենց գործառույթները իրականացնելիս որոշակի արտաքին հետքեր կամ որոշակի տվյալներ են ստանում հարուցված դեպքով քրեական վարույթը արդեն քննվող գործով ենթադրյալ հանցանք կատարած անձի վերաբերյալ եւ նա հայտնվում է այդ ոստիկանության աշխատակիցների տեսադաշտում, ոստիկանության աշխատակիցը կանգնում է ընտրության առաջ, որ ռեժիմով անձին ձերբակալել։ Ոստիկանության աշխատակիցը իր որոշմամբ, հա, կարող է ձերբակալում իրականացնել միայն մի հիմքով 72 ժամյա ռեժիմով, որը տվյալ պարագայում արգելվում է, հա։ Սա օրենսդրական որոշակի բաց է, թերություն է, բայց նաև ուզում եմ նշեմ, որ օրենսդրական բացը եւ կարգավորում չլինել այս հարցի վերաբերյալ դրա բացասական հետևանքները որևէ կերպ չեն կարող դրվել ուրեմն անձանց վրա, որովհետեւ ելի եմ նշում, դա սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է եւ կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։